Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Եվ ամենքը զարմանում էին Աստծո մեծագործությունների վրա։ Եվ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրա, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. Ձեր ականջների մեջ պահեցեք դուք այս խոսքերը. Մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը։ Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, եւ դա ծածկված էր նրանցից, որ չիմանան, եւ վախենում էին այդ խոսքի մասին հարց տալ նրան։ Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ով է մեծ։ Եվ երբ Հիսուս իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ եւ ասաց նրանց. ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին, որովհետեւ ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ։ Հովհաննեսը պատասխան տվեց եւ ասաց. Վարդապետ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում։ Հիսուս ասաց նրան. մի արգելեք նրան, որովհետեւ ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է։ Ասում է, մարդիկ զարմացել էին, հիացել էին այն մեծագործությունների վրա, որ Աստված կատարում էր։ Հիսուսի կատարած հրաշքների վրա, բժշկումների վրա, դևերին հալածելու վրա, տեսակ գործերի վրա, ապշել էին, զարմացել էին։ Եվ Հիսուս այդ պահին ասում է, մարդու որդին մատնվելու է հեթանոսների ձեռքը։ Մի կողմից սքանչելի գործեր, մյուս կողմից Հիսուս խոսում է իր մատնության, չարչարանքների, մահվան եւ հարության մասին։ Ավետարանը մեզ ասում է, հրաշքները նրա համար էին, որ մարդիկ հավատային, որ մարդիկ տեսնելով այդ հրաշքները հավատային Քրիստոսին։ Եվ այդպես էլ կար, ավետարանից մենք վկայություններ ունենք, որ մարդիկ գալիս էին ասում էին, այն հրաշքները, որ դու գործում ես, մարդը չի կարող գործել, եթե ինքը Աստծուց չլինի։ Քո արած գործերը ոչ երկրային են, երկնային են։ Քո ասած խոսքերը ոչ թե սովորական խոսքեր են, այլ զորությամբ են։ Աստվածային ներգործություն կա դրանց միջով։ Ուրեմն Հիսուս իր բոլոր սքանչելագործություններն ու հրաշքները մի բանի համար էր անում, որ մարդիկ դառնան դեպի Աստված, որ մարդիկ հավատան Աստծուն, որ մարդիկ փրկություն ունենան։ Հիսուսից այս կողմ աշխարհի մեջ բազմաթիվ սքանչելագործություններ են լինում, զարմանալի բաներ։ Սրանից մի 60 տարի առաջ Երևանում հեռախոսները նորույթ էր, ամեն մեկը չուներ, այս գրպանների հեռախոսի մասին չի։ Տանը սենց մի հատ հեռախոսային ապարատ էր դրած, որը լարով միացրած էր, գնում էր ես իմ որտեղ ստանցիաներն էր հասնում։ Եվ սա հազվագյուտ բան էր։ Մարդիկ զանգում էին, մի 4-5 տուն կար, որ հեռախոս ունեին։ Եվ ամբողջ շենքի համար, որ զանգում էին, այդ 4-5 տան վրա զանգում էին, ասում էին, խնդրում ենք գնացեք ձեր 4-րդ հարկի Գեղամին կանչեք հեռախոսի մոտ։ Մինչև Գեղամը խոսում վերջացնում էր Հայկուշին, վազի Հայկուշի հետևից։ Եվ այն ժամանակ մեզ համար ֆանտաստիկայի ոլորտից էր, որ հեռախոսը կարա առանց թելի լինի, որ լար չունենա, որ հեռախոսը այնքան կարա փոքր լինի, որ դու կարաս դրպան դնես ու մանգասուր գնաս։ Սա ուղղակի ընդամենը ես 60 տարվա բան եմ ասում, 50-60 տարվա, 60-ական, 70-ական թվականների, անցած տարի 1900։ Դա իսկ որ մեկ ասեր հեռախոսով կարաս ոչ միայն խոսես, այլև մարդ տեսնես, կասեին այ մարդ դու հոխելքդ չես գցել։ Այդպես բան հնարավոր չի։ Ոնց կարաս հեռախոսի մեջ համել մարդուն տեսնես։
Այսօր այդ ամեն ինչը ամեն մի տարեկան, 2 տարեկան երեխայի հասու է։ Չէ՞, սենց դրած խոսել չգիտեմ, բայց հեռախոս են թերթում, բաներ են նայում, բաներ են խոսում։ Հրաշքա, զարմանալի է։ Ու էլ այդպիսի բազմաթիվ բաներ։ Ես որ փոքր էի, մարդկանց տներում ջուր չկար, փողոցի գլխին աղբյուր կար։ Գնում էին մարդիկ դույլերով ջուր էին կրում բերում։ Տաք ջուր չկար, գազ չկար տներում, գազի ջրատաքացուցիչ չկար, որ լված կանենք, այսօր հրաշք կա, այսօր մարդիկ չեն հանդուրժում, որ հանգարց ծորակը բացեն տաք ջուր չլինի, պատերազմ կանեն։ Այսինքն աննախադեպ բան է, ոնց կարա ծորակից հանգարց տաք ջուր չգա։ Հրաշքա։ Բայց ի տարբերությունը Հիսուսի հրաշքների, այսօրվա հրաշքներն ուրիշ են։ Ինչ առումով, էլ չեմ ասում մեծամեծ բաները, այդ կամպյուտերները, այդ տիեզերական, չգիտեմ, արբանյակներ, էլ ուրիշ բաներ, այս վերջերս էլ մեջտեղ անգել արհեստական բանականությունը։ Հրաշքա։ Ինչ ասում ես, ընդեղից մեկը հեքիաթներում ջիններ, չէ՞, տեն ջինը հայտնվում էր շշից, սկսում էր ինչ ասես անել, հիմա էլ արհեստական բանականությունը ջինն է դառել, ինչ ասում ես, պատասխանը տալիս է։ Հրաշքա։ Բա ինչ տարբերություն Քրիստոսի գործած հրաշքների եւ այսօրվա հրաշքների մեջ։ Մի տարբերություն եմ տեսնում։ Քրիստոսը հրաշքը գործում էր նրա համար, որպեսզի մարդը հավատա Աստծուն եւ փրկվի։ Այսօրվա հրաշքների մեծ մասը, գերակշիռ 90%-ը մարդուն Աստծուց հեռացնում են։ Նրա համար չեն գործում, որ մարդը հավատա ու փրկվի։ Նրա համար են գործում, որ մարդը Աստծուն չհավատա։ Որ մարդը հեշտությունների հետևից ընկնի, որ մարդը հաճույքների հետևից ընկնի, որ մարդը փափկա կենցաղ ապրի, որ մարդը գործ չանի, քրտինք չթափի, իսկ Աստված Ադամին ասեց, օրվա քրտինքով ուտես օրվա հացդ։ Որ մարդը չչարչարվի։ Լավ, չի չարչարվում, գոնե չչարչարվելու փոխարեն աղոթում, հա։ Այդ կինը, որ դույլերով ջուր էր կրում, բերում էր լված կերանում կիպիտելնիկով, հետո այդ լվացած կեղտոտ ջուրն էլի տանում հասցում էր մինչև առում, որ թափեր մեջը, այդքան չարչարվում էր, ժամանակ ուներ աղոթելու, այսօր ոչ մի բան չանող կինը, լվածքի մեքենայի կոճակը մենակ սխմող կինը, որ իրա փոխարեն լվածքը անում է, չորացնում է, ամեն ինչ անում է, երևի ինչ-որ տեղեր մեքենաներ կլներ, որ հարթուկում են, ժամանակ չունի աղոթք անելու։ Բարի է այդ հրաշքը, թե բարի չի։ Բարի չի։ Ուրեմն ի տարբերություն Քրիստոսի հրաշքներին, այսօրվա հրաշքները մեծ մասամբ մարդուն միտքը զբաղեցնելու եւ ոչ թե դեպի երկինք, այլ դեպի աշխարհ տանելու համար են։ Հասարակ բան ասեմ, թվում է թե շատ հարմար բան է։ Օրինակ Առաջ ասացի նկատի ունեմ սրանից մի 20 տարի առաջ, 25 տարի առաջ, ես բավականին լավ հիշում էի Աստվածաշնչի որ խոսքը որտեղ էր գրված։ Որովհետև ինչ որ պետք էր լինում, Աստվածաշունչը թերթում էի, կարողա ժամեր նստեի մի հատված գտնելու համար։ Եվ եթե դու ժամեր կորցրել ես այդ հատվածը գտնելու վրա, էլ այդ տեղը չես մոռանա։ Այդ տեղը դու հիշես, ուրիշները հենց ասես այդ տեղը այս ինչ տեղում է, նույնիսկ էջով կարամ ասեմ, ոչ միայն գլխով համարով, այլ էջով։ Այսօր ես գրեթե ոչ մի տեղ չեմ հիշում։ Ինչի համար։ Որտեվ կարիք չունեմ Աստվածաշունչը ժամերով թերթելու ու փնտրելու։ Ինչ եմ անում։ Կամպյուտերի վրա այդ խոսքը գրում եմ, շրտ մի վայրկյանում այդ տեղը գալիս է իմ առաջ։ Այսինքն ես չչարչարվեցի դրա վրա։ Դրա համար էլ ինձ համար չտպավորվեցի մեջ, չհիշեցի, ինչ որ մարդը ձեռքա բերում հեշտ, առանց չարչարանքի, առանց աշխատանքի, հեշտ էլ կորցնում է։ Ինչ որ մարդը ձեռքա բերում տկնությամբ, ջանքով, ճիքով, աշխատանքով, այդ մնայուն է իր համար, այդ արժեք է իր համար, այդ կարևոր է իր համար։ Առաջ երեխաները, որպեսզի մի նվեր ստանային, մեր ժամանակներում այ ասում են, այս տարի գերազանց դպրոցդ կավարտես, հեծանիվ կառնենք, օրինակ եմ ասում։ Կամ մագնիտոֆոն կառնենք, մագնիտոֆոն չգիտեք ինչ է,
սենց սարքեր, որ ձայնագրում էին, հետո ինքը խոսում էր։ Ուրեմն, եւ դրա համար երեխեն ինչ որ ճիքեր ջանքեր էր գործադրում։ Այսօր ոչ մի ճիք չի գործադրում, ոչ մի ջանք չի գործադրում, ամիսը մեկ հեռախոս են փոխում։ Իր համար էլ արժեք չունի այդ, բայց մեզ համար այն հեռախոսը կամ մագնիտոֆոնը արժեք էր, որտեղ մենք դրա համար չարչարվել ենք եւ լավ էինք պահում։ Մեր խաղալիքները բոլորը, հետո փոխանցվում էին մեր հորեղբայր, քեռի, հորաքույր երեխեքին, որ մեզանից հաջորդ սերունդն էր, այսինքն այնքան լավ պահած էին, չկոտրած էին այդ խաղալիքները, որ մեզանից հետո ուրիշները, այսօր այտենց բան կա։ Այսօր մի ժամ հետո խաղալիքը կոտրվում է, որովհետև արժեք չունի, որտեղ դրա համար ճիք ու ջանք չի գործադրվել։ Ինչի ես շեղվեցի գնացի, այսինքն այն ինչ որ հեշտությամբ տրվում է մարդուն, հեշտությամբ էլ մարդը կորցնում է եւ մարդը դրա արժեքը չի իմանում, գինը չի իմանում։ Նույնիսկ ասեմ, դրամի արժեքն է տենց եղել։ Դրամ արժեք, մարդու համար արժեք էր, որտեղ մարդը քրտինք թափելով էր վաստակում։ Այսօր այնքան հեշտ են դրամ վաստակում, նույն հեշտությամբ էլ քամուն են տալիս այդ դրամները։ Նույն հեշտությամբ մարդիկ քամուն են տալիս այդ դրամները։ Ուրեմն Քրիստոս մեծագործություններ էր անում, ինչ նպատակի համար, որպեսզի մարդիկ հավատան եւ փրկվեն, ուրիշ բանի համար չէ։ Քրիստոսի հրաշքները ինքնանպատակ չէր, մարդկանց զարմացնելու համար չէր, մարդկանց աչքերը չռած նայելու համար չէր, հիացնելու համար չէր։ Քրիստոս մի բանի համար էր անում, որպեսզի մարդիկ հավատան եւ փրկվեն, ուրիշ բանի համար չէր անում։ Մինչդեռ այսօրվա աշխարհի հրաշքները հեչ դեպի Աստված, դեպի փրկություն չեն տանում մարդուն։ Ինչքան հրաշքները աշխարհի մեջ շատանում է, այնքան մարդ հեռանում է Աստծուց։ Այնքան անհավատությունն է շատանում աշխարհի մեջ, որովհետև այդ հրաշքների նպատակը մարդու միտքը շեղելն է, ոչ թե մարդու միտքը դեպի Աստված բերելը։ Եվ Քրիստոսն ինչ է ասում անմիջապես հետո։ Ասում է, ես հրաշքների նպատակը ուր է գնում։ Ես պիտի չարչարվեմ, ես պիտի խաչվեմ։ Ինչի համար, ձեր փրկության համար։ Էսա ճանապարհը։ Էսա փրկության ճանապարհը, Քրիստոսի պատարագը։ Քրիստոս խաչի վրա պիտի պատարագվեր, զոհաբերվեր մեր փրկության համար։ Եվ մենք այսօր այդ նույն Քրիստոսի 2000 տարիներ առաջ տեղի ունեցած պատարագի խորհուրդն ենք կատարում այստեղ։ Իր ասած, իր գործած պատարագի հիշատակն ենք կատարում այստեղ։ Խորհրդաբար այդ պատարագն է կրկվում ամեն կիրակի օր եւ ամեն տերունական օր։ Ասում է աշակերտները լսում էին Քրիստոսի չարչարանքների մասին, բայց չէին հասկանում։ Ոնց կարող է այսպիսի հրաշքներ գործող մարդը հանկարծ չարչարվի։ Ոնց կարող է այսպիսի հրաշքներ գործող մարդը հանկարծ այնքան տկար լինի, որ իրեն խաչեն, որ իրեն սպանեն, որ իրեն գերեզման դնեն։ Իդեպ մեկնությունների մեջ այդպիսի բան կա, մեկնիչներից մեկն ասում է, Հուդան հենց այդպես էլ մտածում էր, դրա համար գնաց Քրիստոսին մատնեց։ Այսինքն սա մեկնության մի տարբերակ է, միանշանակ չի կամ մենակետ չի։ Ասում է Հուդան մտածում էր, որ ես կարամ հիմա փող շինեմ։ Գնամ Քրիստոսին մատնեմ, մեկը Քրիստոս մի հրաշք է գործելու, ինքը իրան բան չեն կարալու անել, ազատվելու է։ Բայց ես արանքում փող կաշխատեմ։ Մոտավորապես տենց էր մտածում։ Բայց ասում է, հենց որ տեսավ Հուդան, ավետարանն ասում, տեսավ որ Քրիստոս դատապարտվեց, Քրիստոսին տանում են խաչելու, արդեն ինքը թևաթափ եղավ, իր ծրագիրը չաշխատեց, իր մտածումը չաշխատեց, հուսահատվեց, տարավ այդ փողերը թափեց, գնաց ինքն իրեն կախեց Հուդան։ Աշակերտներն էլ չէին հավատում, չէին հասկանում, ոնց կարող է այդքան մեծ մեկը, որին իրենք ասել էին Մեսիա, Քրիստոս, այսինքն Աստծո օծյալ, Աստծուց եկած, ոնց կարող է այտենց մեկը հանկարծ մարդիկ իրան չարչարեն, խաչեն, սպանեն, չէին հասկանում։ Դրա համար Քրիստոս ինքը անընդհատ կրկնում էր, որ իրենք
մի բան մտածեին, որ հետո երբ որ լիներ, իրենք չասեին, եղավ մի բան, որ պիտի չլներ, այլ իրենք հասկանային, որ եղավ մի բան, ինչ Քրիստոս իրենց միշտ ասում էր, եւ ինքը դրա համար էր եկել, ինքը եկել էր իր զոհաբերությամբ, իր խաչի վրա մահվամբ մեզ փրկելու մահից եւ մեղքից եւ դժոխքից եւ հավիտենական դատապարտությունից։ Բայց աշակերտները դեռ չէին հասկանում ու վախենում էին հարցնել այդ մասին։ Բայց ինչ էին անում աշակերտները, ուրիշ բան էին անում, ինչ որ մենք ամեն օր անում ենք այս աշխարհի մեջ։ Իրար հետ վիճում էին, թե ով է իրանցից առաջինը, ով է իրանցից մեծը։ Մենք ամեն օր այդ մրցակցության մեջ ենք։ Տան երկու անդամ իրար հետ մրցում են, թե ում ձայնը պիտի անցնի, ում ասածը պիտի լինի։ Դրսում երկու հարևան իրար հետ անդադ վիճում են, թե ով ում պիտի իրան հնազանդացնի կամ ենթարկացնի, ում խոսքը պիտի անցնի, ումը պիտի չանցնի։ Աշխատանքի վայրում նույնը, հասարակության մեջ նույնը, պետությունների մեջ նույնը։ Այսօր սաղ աշխարհում կռիվ է գնում, ով է մեծ, ով ավելի բարձր, սաղ աշխարհը այս կռվի մեջ է, ով է մեծ։ Եվ այս ընթացքը գնում է աշխարհի մեջ, բայց մարդիկ ավետարանին չեն հետևում, ոչ թե մեծությունը ուժ ցուցադրելով է, ոչ թե մեծությունը իշխանություն ցույց տալով է, այլ մեծությունը խոնարհությամբ է, որտեղ Քրիստոսն ասեց, ով որ ձեր մեջից ամենից փոքրը կլինի, նա կլինի ամենամեծը, ով որ կլինի ամենախոնարհը, նա կլինի ամենամեծը։ Աստծո մոտ մեծությունը սա է։ Սուրբ գրքի մեծագույն դեմքերից մեկը 5 տակարանում Մովսես մարգարեն էր, որ Իսրայելի ժողովրդի առաջնորդն էր, որ Իսրայելի ժողովրդին եգիպտական գերությունից ազատագրեց եւ տարավ Քանանու երկիրը, Աստծո կողմից իրենց խոստացված երկիրը։ Այդ Մովսեսի մասին Սուրբ Գիրքը վկայում է, ասում է աշխարհի ամենահեզ մարդն էր։ Մովսեսից հեզ մարդ չկար աշխարհում։ Սուրբ Գիրքն է ասում։ Եվ Աստված Մովսեսին ասեց, արի ես քեզ ուղարկեմ, որ դու գնաս իմ ժողովրդին փրկես, առաջնորդես։ Մովսեսն ասում էր, Տեր Աստված, ես ով եմ, որ ես գնամ ժողովրդին առաջնորդեմ։ Ուրիշ մեկին ուղարկի, ես չեմ կարող, ես կարող չեմ, ես ճարտար չեմ, ես խոսել չգիտեմ, ես իմաստուն չեմ, ուրիշին ուղարկի։ Այսօր Մովսեսին հակառակ սաղ իրար կոկորտ են կրծում, որ ժողովրդին առաջնորդեն։ Ոչ մեկը չի ասում, ես կարամ, ես չեմ կարա, ես պիտի առաջնորդեմ, պիտի չառաջնորդեմ, ես այդ իմաստությունն ունեմ, ես այդ շնորհն ունեմ, ես այդ գիտելիքն ունեմ, չէ, իրար հետ կռվում են, արյուն են թափում առաջնորդելու համար, իշխան դառնալու համար, իշխելու համար, մինչդեռ Մովսեսը տենց չէր։ Եվ Աստվածաշնչյան շատ ու շատ հերոսներ, այսօր մեր ազգի մեջ մենք նարեկացուց մեծ անուն ունենք, խոնար մի հատ բանական էր, ամբողջ կյանքը վանքի խցում անցկացրած։ Ոչ իշխել է, ոչ հարուստ է եղել, ոչ հարստություն է ունեցել, ոչ փառք ու պատիվ է ունեցել, իր վանքի խցում ամբողջ կյանքը աղոտ կարել։ Հայ Աստված բարձրացրել է։ Եվ այսօր ամենամեծն է։ Բա ուր են մեծամեծերը, որ ժողովուրդների ու պետությունների արյան վրայով են քայլել, ով է, չկա, ով է հիշում դրանց։ Ուրեմն Քրիստոս սովորեցրեց, ով ուզում է մեծ լինի, պիտի խոնար լինի, պիտի մանկան նման լինի։ Մանուկները խոնար են, մանուկները պարզ են։ Մեծությունը սրա մեջ է։ Քրիստոս ինքը իր օրինակով դա բերեց։ Ինչ արեց։ Վերջին ընթրիքի ժամանակ վարդապետը, Տերը, որին բոլորը Տեր եւ վարդապետ էին կոչում, խոնարհվեց եւ հերթով իր 12 աշակերտների ոտքերը լվաց։ Պետրոսը թույլ չէր տալիս, ասեց չէ, պիտի լվամ։ Պետրոսն ասում էր ո՞նց թե, ես պիտի քո ոտքերը լվամ, դու ես իմ ոտքերը լվում։ Չէ, ասեց հիմա սենց պիտի լինի։ Եվ լվաց եւ վերջում
դաս տվեց։ Ասեց, տեսեք ես ինչ արեցի, ես ձեզ խոնարհության մի օրինակ տվեցի, դուք բոլորդ ինձ ուսուցիչ եք կոչում, Տեր եք կոչում, վարդապետ, այո, այդպես է, բայց ես խոնարհվելով ձեր ոտքերը լվացի, Աստված լվանում է մարդու ոտքերը, կարելի է պատկերացնել, այդքան խոնարհվել, բայց ասում եմ, ես ձեզ օրինակ եմ տալիս, որ դուք էլ այդպես վարվեք իրար հետ, ես չեմ եկել որպես Տեր, որ դուք ինձ ծառայեք, Քրիստոսն ասում է ավետարանում, այլ ես եկել եմ որպես ծառա, սպասավոր, ծառայելու ձեզ բոլորիդ։ Մեծությունը սրա մեջ է, եւ Աստծո մեծը էսա։ Ժորժ ջան, արտառոց բաներ չի։ Եկեք ամեն մեկս մեր շրջապատը, մեր կյանքը նայենք։ Մեր բոլորի շրջապատում, մեր բոլորի կյանքերում կան այդպիսի մարդիկ, որոնք խոնարհ են, համեստ են, իրանց առաջ չեն գցում, չեն ցցվում, իրանց չեն ռեկլամում, խոնարհությամբ ապրում են եւ այդ մարդիկ մեր սրտերի մեջ մեծ են իրականում։ Մենք սիրում ենք այդ մարդկանց, մենք հարգում ենք այդ մարդկանց, բայց իրենց առաջ գցողներին, հպարտ ընթացողներին նույնիսկ եթե մենք այդ բանի ոչինչ չենք ասում, ինչ հանգամանքներից, մարդահաճույությունից կամ բանից ընդունում ենք այդ մարդկան, բայց իրականում մեր սրտերի մեջ մենք չենք սիրում այդ մարդկանց։ Ով կսիրի հպարտ մարդուն, ով կսիրի ամբարտավան մարդուն, ով կսիրի ինքը իրան առաջ գցողին, չեն սիրի։ Բայց խոնարհին, բարուն, հեզին մենք բոլորս էլ սիրում ենք։ Նույնիսկ եթե չենք խոսում այդ մասին, մենք մեր սրտի մեջ իրենց նկատմամբ հարգանք ունենք, պատկառանք ունենք, մեծարանք ունենք, սեր ունենք։ Պարզ բան ասում, Աստված էլ հենց էս է ասում։ Ասում է մեծը պիտի լինի ամենափոքրը, ով որ ամենափոքրն է, ով ամենափոքրի նման է իրան պահում, նա մեծն է ձեր մեջ։ Հովհաննես առաքյալը ասեց, Տեր, մեկին տեսանք, որ քո անունով դևեր էր հանում, եւ նրան արգելեցինք, որովհետեւ մեր շրջանակից չի։ Քո աշակերտների թվի մեջ չի մտնում այդ մարդը, ուրիշ է, օտար է։ Եվ Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է, մի արգելեք նրան։ Այսինքն, ինչ է նշանակում։ Մի տեսակ, մի քիչ կոպիտ ասեմ, աշակերտները ոնց որ Քրիստոսին սեփականացրել էին։ Այսինքն մեր վարդապետն է, մերն է, մենք իր աշակերտներն ենք, մենք իր հետ շփվում ենք ամեն օր, իր անունով մենակ մենք իրավունք ունենք։ Դև հանելու, հրաշք գործելու, բժշկություն անելու, ուրիշ մեկը իրավունք չունի այդ անունը տալ։ Աստված մենակ մերն է, հայրինս է, ուրիշ մեկինը չի։ Հա, կլինի տենց բան, չկա։ Աստված բոլորինն է։ Աստված հայինն էլ է, թուրքինն էլ է, ֆրանսիացունն էլ է, աֆրիկացուն էլ է, չգիտեմ, հնդիկինն էլ է, ճապոնացունն էլ է, բոլորի Աստվածն է, Աստված մեկ է, մեր բոլորի հայրն է։ Ավետարան որ ասեք հայր մեր, մենակ հայերին չի ասել, որ ասեք հայր մեր։ Արաբին էլ ասել ասա հայր մեր։ Բոլորին ասել ասա հայր մեր։ Ուրեմն Աստված մեր բոլորի Աստվածն է։ Եվ մենք երբեք չհավակնենք, հա, որ մենք ենք ու կանք, կամ մենք մենակ գիտենք ճշմարտությունը, առաջի քրիստոնյա ազգը մենք ենք ու վերջ, ուրիշները ով են, ինչ են։ Առաջի քրիստոնյա ազգն ենք եղել, բայց այսօր վերջի ազգն ենք։ Են էլ ոչ քրիստոնյա, ընդհանրապես վերջի ազգերի մեջ ենք հայտնվել։ Ինչի՞։ Որովհետև մեծամտացանք, հպարտացանք, մեծ բանի տեղ դրեցինք, Աստծուց հեռացանք, հավատքից հեռացանք, ամեն ինչից հեռացանք։ Մի փոքր առակ պատմեմ։ Ուրեմն մի պարզ գյուղացի մարդալ, մանգրագետ, ոչ գրել գիտի, ոչ կարդալ գիտի, ոչ մի բան չգիտի։ Շատ այտենց մի մեծ իմաստություն չունի, պարզ մարդ է։ Մի օր մի վանականի է հանդիպում, այս վանական հարց է տալիս, ասում է, եղբայր, ասում է, «Դու Աստծուն պաշտում ես»։ Ասում է, «Հա, ես Աստծուն ամեն օր պաշտում եմ»։ Ասում է, «Ո՞նց ես պաշտում Աստծուն»։ Ասում է, «Ամեն օր մի աման, այծի կաթ, տանում եմ դնում եմ ծառի տակ, իրի գունը։ Աստված գիշերը գալիս է, խմում է, ես գալիս եմ ամանը վերցում, ես տենց Աստծու պաշտում եմ»։ Այս վանականը ծիծաղում է այս մարդու վրա, այ մարդ ասում է, հոխելքը չես սկսել, Աստված կաթ չի խմում։ Այս մարդը ասում է, ամեն գիշեր դնում եմ, Աստված գալիս է կաթը խմում, ոչ չի խմում։
Այս վանական ասում արի այս գիշեր ես ու դու թաքնվենք, հսկենք, տեսնենք թե ով է խմում այդ կաթը։ Թաքնվում են, հսկում են, մեկ էլ տեսնում են գիշերվա կեսին, աղվեսն եկավ, կաթը խմեց, գնաց։ Այս վանականը, այս գյուղացուն ասում է, տեսար, որ ասում է Աստված չի խմում, աղվես եկավ, խմեց, գնաց, այս գյուղացին սկսում է լաց լինել։ Ինքը հավատում էր, որ Աստված այդ կաթը խմում է, եւ ինքը տենց Աստծուն էր պաշտում, որտեվ ինքը ոչ սուրբ գիրք էր կարդացել, ոչ ճանաչեր, ոչ մի բան չգիտեր, բայց այդ մարդուն այդ վանականը տենց օրը գցեց, այս մարդը սկսեց լաց լինել։ Վանականն էլ ինքն իրանից գոհ, որ ապացուցեց իր ասածը, գալիս է վանք։ Ուզում է մտնի խուց, տեսնում է Աստծո հրեշտակը խցի դռանը կանգնած է։ Ես վանականին ասում եմ, ինչ արեցիր։ Դու այդ մարդու հավատքը քանդեցիր։ Այդ մարդը այդքան գիտեր եւ այտենց էր հավատում եւ հավատարմորեն ծառայում էր Աստծուն։ Աստված էլ աղվեսին հրաման էր տվել, որ ամեն օր գնա խմի այդ կաթը, որ այդ մարդը իր պաշտամունքը շարունակի։ Դու ինչի քանդեցիր այդ մարդու հավատը։ Ինչի, որովհետեւ այդ մարդը մեր հետ չի շրջում, որովհետեւ այդ մարդը մեր նման չի հավատում, որտեւ այդ մարդը ուրիշ կերպ է հավատում։ Այս էր ասում Քրիստոս ասեց մի արգելեք։ Մարդը պարզ սրտով հավատում է, կաթ է բերում Աստծուն, Աստված էլ իր կաթը ընդունում է։ Ինչպես է ընդունում, աղվեսի միջոցով։ Աստված կարար ագռավներին հրաման տար, որ Եղիային տանեն, միս ու հաց տան ամեն օր։ Հրաման էր տվել, սովի ժամանակ ագռավները Եղիա մարգարեին ամեն օր միս էին տանում։ Չէր կարա ասեր Աստված, աղվես գնա, ինձ ընծայված կաթ ամեն օր խմի գյուղացու ձեռին, որ այդ մարդը լավ զգա, որ այդ մարդը հավատա, ուրախանա, որ Աստված իր նվերը ընդունել է։ Բայց ինչի եք քանդում այս հավատը։ Թողեք այդ մարդիկ այդ հավատքով ապրեն։ Երևի իրենց հավատքը ավելի զորեղ է։ 3 մարդիկ ընկնում են անմարդաբնակ կղզի, բայց նավաբեկության ժամանակ սրանք խնդրում են, ասում են Տեր Աստված, եթե դու մեզ փրկես մեր կյանքերը, մենք ուրիշ բան չենք կանի, կապրենք այս կղզում, քեզ փառք կտանք ամեն օր։ Այդ կղզում այս 3 արդեն ծերացած մարդիկ են, ապրում են, մեկ էլ մի օր մի առիթով նավաստիները վանականներ են բերում այդ կղզի, եւ նավաստիները ասում են, որ այդ կղզու բնակիչները սուրբեր են, այդ 3 մարդիկ, որ ապրում են, որտեվ ինչ աղոթում են լինում է։ Վանականները չեն հավատում։ Քմծիծաղով հարցնում են, ասում են, դուք գոնե աղոթել գիտեք, այս 3-ին են հարցնում, այս 3-ն ասում են, մենք մենակ մի աղոթք գիտենք։ Ասում է, ի՞նչ է ձեր իմացած աղոթքը։ Ասում է, մենք գիտենք, որ երկնքում սուրբ երրորդություն կա։ 3-ը երկնքում են, 3 էլ մենք ենք։ Մենք միշտ այդ աղոթն ենք ասում։ Ռուսերեն է ուղղակի, տենց հնչում է, ասում է, 3-ը դուք եք, 3-ը մենք ենք, ողորմիր մեզ Տեր Աստված։ Տրոե վաս, տրոե նաս, պամիլույ Գոսպեդի նաս։ Այս վանականները սկսում են ծիծաղել, ասում են, այդ ինչ աղոթք կա, տենց աղոթք չկա։ Հայր մերը պիտի սովորեք։ Սրանք էլ դե միամիտ մարդիկ են, չգիտեն, ասում են սովորեցրուք մեզ հայր մերը։ Այս վանականները մի 2 ժամ, 3 ժամ սրանց հայրմեր են սովորացնում։ Իմացաք, ասում են իմացանք, սրանից հետո տենց կաղոթեք։ Նստում են նավը, որ գնան, այս կղզու ծերուները ուզում են աղոթել, մեկ էլ կեսը ասում են հայրմերի ու մոռանում են, բայց շարունակությունը։ Բա ոնց պիտի աղոթենք։ Մեկ էլ ջրի վրայով սկսում են վազել դեպի նավը։ Այս նավի վրայից վանականները տեսնում են, ապշում են։ Այս մարդիկ ջրի վրայով վազում են։ Գալիս են ասում են նավին, ասում է, եւ թող մեզ Սպարտիս հետո որն էր։ Այս վանականներն ասում են գնացեք, մենք ամբողջ սուրբ գիրք անգիր գիտենք, բայց ջրի վրա մի քայլ չենք կարող անենք, դուք գնացեք ոնց գիտեք ընենց աղոթեք։ Քրիստոսն ասեց, մի պարտադրեք, որ ձեր նման լինեն, թողեք, եթե այդ մարդիկ մեր դեմ չեն, մեր կողմն են, մի պահանջիր երբեք, որ բոլորը քո նման հավատան։ Աստված ամեն մեկին մի ճանապարհ է տվել հավատքի։ Մի ստիպիր, մի պարտադիրի, մի նեղացրու այդ մարդկանց։ Թող ամեն մեկը իր ճանապարհով գնա։ Տկարացել ենք հավատքից։ Այսօր մենք հեռացել ենք հավատքից։ Այսօր մենք աղոթքից ենք կտրվել։ Այսօր մենք սուրբ գրքից ենք կտրվել։ Այսօր մենք Աստված պաշտությունից ենք կտրվել։ Գալիս ենք ընդամենը 2 ժամով պատարագի,
երբեմն էլ ժամուկեսով են էլ չենք համբերում, ասում են, երբ պետք է պրծնի գնանք, 1000 մի գործ ունենք։ Այդ 1000 մի գործերը մեզ երկինք չեն տանելու, մեզ մենակ պատարակն է երկինք տանելու։ Այդ 1000 մի գործերը մեզ շեղում են, որ մենք պատարակի չգանք, որ մենք Աստված պաշտությունից հեռանանք։ Գիտեք, մեր պատմության մեջ այդպիսի անձ է եղել, թագավոր է եղել, Կիլիկիայի հետում թագավորը, որը գիտեք ինչ արել։ Թագավոր լինելով մի օր իր եղբոր որդուն կանչել է, ասել է դու ես թագավորը։ Ինքը հանել է թագավորական շորերը ու գնացել է ուր։ Գնացել է վանք, դառել է վանական ու աղոթել է, մինչև կյանքի վերջը։ Որտեվ հասկացել է, որ այդ գործերը փուչ գործեր են, դատարկ գործեր են, այդ գործերը իրան երկինք չեն տանում։ Թող Աստված մեզ իմաստություն տա, հա, որ մենք զարմանանք մենակ այն գործերի վրա, որ դեպի երկինք են մեզ առաջնորդում, ունայն փուչ մեզ ճշմարտության ճանապարհից շեղող գործերի վրա չկենտրոնանանք, չծանրանանք, որ հիշենք մեծությունը խոնարհության մեջ է, ով բոլորի ծառան կլինի, նա Աստծո առաջ բոլորից մեծ կլինի։ Եվ հիշենք, որ բոլորին էլ պիտի ընդունենք ընենց ոնց որ կան, ամեն մեկին Աստված ամեն մեկի Տերն է, ամեն մեկի պահապանն է, ամեն մեկի առաջնորդողն է, ամեն մեկի ծնողն է, եւ Աստված գիտի ում ոնց է առաջնորդում։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, ամեն։